հողերը։ Հիմա դոսաֆի գույքերի մասին իհարկե շատ տենց բան հնչեց, էպիկ հնչեց դոսաֆ համահայկական հայրենասիրական կազմակերպություն։ Այս մեր իրականության երևի բանն է, հատուկ հետազոտության բան նյութ պետքա դառնա դոսաֆ։ Ես ուզում եմ հիշեի դոսաֆ ոնց է բացվում, տենց է չի հիշի։ Այդ ոչ մեկ չգիտի երևի, բայց ասենք ոնց է խորհրդային միության կոմունիստական բանի տրամաբանության ներքո ձեր ով գիտեր միացրեք բարձրախոսը միացրեք դա պետքա հնչի Пан варчապետ добровольное общество содействия армии авиации и флоту ԴՕՍԱՖ շատ լավ հիմա բայց այս պատմությունը ուրիշ պատմություն է հարգելի գործընկերներ որովհետև ըստ էության այս պատմության շուրջ առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Էրեգել ազգային ժողովում խոսք գնաց Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ որ դե յուրե մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն եւ ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը։ Պարզվեց բնականաբար, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։ Եվ հիմա, երբ որ Սպարտակ ստադիոնը սեփականա բան եղավ, ինչ որ օտարվեց, որպեսզի շինարարություն արվի այդտեղ, բոլոր հայացքները կառավարությանն էր, թե բա կառավարությունը ուր է նայում։ Եվ մենք խնդրեցինք նաև, որ մեր իրավաբան գործընկերները նախ եզրակացություն տան, լավ մենք այստեղ անելիք ունենք, թե չէ։ Այդպես է, որ մենք հասանք այն իրողությանը, որ այդ կազմակերպությունների կողմից այդ գույքը որպես սեփականություն տնօրինելու հարցում մենք ունենք խնդիր եւ դա ամենևին օրինական չի, որից հետո մենք դիմեցինք արդեն մեր իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ի վերջո, իհարկե ես չգիտեմ ինչքան գույք է արդեն գնացել, ենթադրում եմ, որ չգիտեմ դրան անդրադարձ ունենալու ենք թե չէ, եւ սա շատ կարեւոր է, որ մենք դոսաֆի պարագայում, որը ընդհանրապես մեր տեսադաշտերից եւ հանրային վերահսկողությունից փաստացի դուրս է, այդ գույքերը մենք վերադարձնում ենք եւ դրանց հետագա եւ ամրացնում ենք Պաշտպանության նախարարությանը, որը ի սկզբանե ֆունկցիոնալ նշանակությամբ հենց հասցեագրված էր դրան։ Ստեղծագործական միությունների հետ կապված էլ մենք խնդիր ունեինք, որովհետև մենք էլի ասում ենք, մենք պատրաստ ենք այդտեղ լինել ճկում, որպեսզի ստեղծագործական միությունները իրենց անհրաժեշտ գործունեության համար անհրաժեշտ գույքը տիրապետեն, բայց այնուամենայնիվ այստեղ պետք է արձանագրվի, որ հանրային սեփականության մասին է խոսքը եւ հանրության իրավունքները կառավարության միջոցով պետք է պահպանվեն։ Եվ հիմա հետեւաբար դոսաֆի պարագայում էլ նույն մեխանիզմը գործել, ինչ որ այնտեղ ավագանուի որոշում էր, այստեղ ինչ մեխանիզմով ենք մենք վերադարձը կամ պաշտպանության նախարարությանը ապահովել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Քանի որ նշեցիք հասարակական կազմակերպությունները, կարճ ուղղակի տվյալներ հայտնեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք որ ապօրինի ըստ էության տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք
խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում, մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Նույն սխեման դոսավն է, մի տարբերությամբ, պարոն վարչապետ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ եւ այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները եւ ինչպես նշեցի, նաեւ քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։ Այդ մասին կա նաեւ Վճռաբեկ դատարանի որոշում, որը որ մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն, ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։